Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ ելի հեռուստադիտողներ։ Մենք այժմ գտնվում ենք Շիրակի մարզի Սառնախբյուր գյուղում։ Այսօր խոսելու ենք այս գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների մասին եւ առանձնահատուկ շեշտելու ենք նաեւ այս գյուղի դերակատարությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ։ Շատերս գիտենք, թերևս հեռուստադիտողների մեծ մասը ծանոթ է Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսա հերոսամարտերին իբրև մայիսյան հերոսամարտեր, որոնք ապահովել են հաջողությունը 1918 թվականի մայիսին, բեկում են տվել, որի շնորհիվ կանգնեցվել է թուրքական բանակի առաջխաղացումը եւ փրկվել է Հայաստանը վերջնական ոչնչացումից։ Եվ այս հորձանուտում կարևոր է նաեւ Սառնախբյուր գյուղի դերը, որի մասին մենք խոսելու ենք այսօրվա մեր հաղորդման ընթացքում։ 1918 թվականի հունվարի 28-ին Օսմանյան կայսրության բանակը լայնածավալ հարձակման է անցնում Արևմտյան Հայաստանի այն տարածքների ուղղությամբ, որոնք առաջին աշխարհամարտի ժամանակ զբաղեցվել էին ռուսական կայսրության բանակի կողմից։ Բանն այն էր, որ ռուսական կայսրությունում հեղափոխություններից հետո, հատկապես բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս էր եկել պատերազմից եւ հայտարարել միակողմանի խաղաղության օրակարգի մասին եւ խաղաղության այն ճանապարհը առաջանակ պատկերացնում էին բոլշևիկները հենց իսկական պատերազմ բերեց բոլորի համար, այդ թվում այն տարածքների, որոնք այդ ժամանակ փաստացի չէին գտնվում բոլշևիկների վերահսկողության տակ։ Եվ այդ տարածքներից էր բնականաբար նաև Հայաստանը, որ այդ ժամանակ Անդրկովկասյան ընդհանուր պետական միավորի կազմում էր գտնվում, եւ մենք ստիպված էինք շատ հաճախ ենթարկվել Թիֆլիսից կայացվող որոշումներին։ Եվ այս իրավիճակում հունվարի 28-ից սկսած հարձակումը մինչև մարտի վերջ եւ ապրիլի սկիզբ հասնում է նրան, որ թուրքական բանակը զբաղեցնում է Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքները, այնուհետև անցնում Կարսի մարզի տարածք եւ ապրիլ ամսին նվաճում Կարսի մարզը։ Արդեն մայիսին նրանք անցնում են Ալեքսանդրապոլի գավառի նվաճմանը։ Ախուրյան գետն անցնելով նրանք կարողանում են սրընթաց գրոներով հաջողություն ապահովել եւ արդեն մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը վերջնագիր են ներկայացնում Ալեքսանդրապոլի, այսինքն ժամանակակից Գյումրիի մեր երկրորդ քաղաքի ղեկավարությանը եւ բնականաբար այստեղ գտնվող հայկական ուժերի հրամանատարությանը։ Եվ չսպասելով հստակ պատասխանին, ամսի 15-ին նրանք զբաղեցնում են Ալեքսանդրապոլը եւ այդտեղից շարունակում են երկու ուղղություններով իրենց առաջխաղացումը։ Մեկը դեպի արևելք ուղղվելով դեպի Ղարաքիլիսա, որտեղից պետք է ճյուղավորվեին մի ուղղությունը հյուսիս դեպի Թիֆլիս, մյուս ուղղությունը դեպի արևելք Բաքու, իսկ մյուս ուղղությունը պետք է դեպի հարավ շարժն ապահովեր, այսինքն Ախուրյանի երկայնքով, Ախուրյան գետի հունով նրանք պետք է շարժվեին երկաթուղու երկայնքով տեղափոխվեին դեպի Արարատյան դաշտ եւ փորձեին այդ կերպ հասնել Երևանի եւ Սուրբ Էջմիածնի գրավմանը։ Եվ ահա այս ճանապարհին նրանց սպասվում էր որոշակի անակնկալ։ Այսօր տարածված է այն տեսակետը, թե Շիրակի բնակչությունը ընդհանրապես չի դիմադրել եւ ցավոք այս տեսակետը տարածում է շարունակաբար համացանցային տարբեր հարթակներով։ Բայց այս ամենի հետ մենք պետք է շեշտենք, որ Սառնախբյուր գյուղի դիմադրությունը բացառիկ կարևոր մի դրվագ է, որ բարձր է պահել ոչ միայն շիրակցիների պատիվը, այլ նաև ապահովել է թուրքական բանակի առաջխաղացման դադարեցումը, որոշակի ժամանակ նրանց առաջխաղացման տեմպը գցել է եւ դրանով իր նպաստն է բերել մյուս ճակատներում հայկական բանակի հաջողության համար։ Մայիսի սկզբից արևմտահայ գաղթականները, հատկապես նրանց մեջ այն մարդիկ, ովքեր որոշակի փորձ էին ձեռք բերել ազատագրական շարժման մեջ իրենց ներգրավվածությամբ եւ առաջին աշխարհամարտում կամավորական շարժման ու ինքնապաշտպանական մարտերի ժամանակ իրենց գործողություններով, որոշում են տեղացիներին, թե արևմտահայ գաղթականներին եւ թե շիրակցիներին ու արագածոտնի մեր հայրենիներին գոտեպնդել ինքնապաշտպանության եւ ահա այդպես արդեն մայիսի 5-ին մենք տեսնում ենք, որ Տարոնի 500 կամավորներից կազմված ջոկատը Սասունցի Մանուկի եւ Մուշեղի ղեկավարությամբ ներքին Թալինի բերդն են զբաղեցնում եւ կարողանում են այս հատվածը մաքրել թուրք-թաթարական խռովարարներից եւ մուսուլմանական այն շերտից, որ փորձում էր թուրքական բանակի առաջխաղացումն ապահովել եւ ամուր թիկունք են ապահովում
հայկական ստորաբաժանումների համար Արագածի Լեռնավահանի ամբողջ երկայնքով։ Սա իհարկե շատ կարևոր էր եւ մենք տեսնում ենք, որ այս տրամաբանության շարունակությունը տեղ է գտնում Սառնախբյուրում։ Դեռևս մայիսի 14-ի երեկոյան արդեն պարզ էր, որ այս գյուղը նախապատրաստվում է ինքնապաշտպանության եւ հետագայում, երբ որ մենք հետադարձ հայացք ենք գցում մյուս իրադարձություններին, որ տեղի ունեցել հարևան այն գյուղերում, որտեղ ինքնապաշտպանությունը կամ չի կազմակերպվել կամ ուշացումով են զգոնության կոչվել տեղացիները, այնտեղ հսկայական զոհեր են եղել եւ թուրքական բանակը որևէ մեկին խնայելու ցանկություն չի դրսևորել։ Իսկ ահա Սառնախբյուրում մենք տեսնում ենք, որ տեղի բնակչությունը, ընդ որում մարդիկ, ովքեր ծագումով արևմտահայեր են, սա կարևոր է շեշտել, քիչ անց դրանք անդրադառնանք, նրանք նախաձեռնում են մոտ 14 կիլոմետր երկարության պաշտպանական գիծ, օգտագործելով Արագած լեռնալանջի տված այդ ռելիեֆի անհարթությունները, կազմակերպում են հաջողությամբ դիմադրական գիծը եւ հասնում հաջողության։ Ինքնապաշտպանության հիմնական գործողությունները տեղի են ունեցել մայիսի 16-ից 22-ը, իսկ բնագիծը նրանք պահպանել են մինչև ամսի 27-ը, որից հետո այլևս թուրքական բանակը այս ուղղությամբ առաջխաղացման փորձեր չի նախաձեռնել։ Հատկանշական է, որ ի սկզբանե գյուղացիները խիստ համախմբված են եղել։ Գյուղացիների մոտ մենք տեսնում ենք, որ բոլոր շերտերի մասնակցությունն ապահովված է։ Այս հերոսամարտին մասնակցել են նույնիսկ կանայք եւ երեխաներ, հայտնի են 10-12 տարեկան հերոսների անուններ եւ նույնիսկ 1 տասնյակի չափ կանանց անուններ, ովքեր տղամարդկանց հավասար կռվել են հերոսամարտի ժամանակ։ Այս գործողությունները հարևան երկու գյուղերի հետ միասին ապահովել են հսկայական ճակատ, որը դանդաղեցրել է թուրքական բանակի առաջխաղացումը դեպի Արարատյան դաշտ։ Այստեղ կարևոր է շեշտել, որ գյուղացիների որոշման հետևում կանգնած էր նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանը գաղթականներով էր լցված։ Ընդ որում, Ալեքսանդրապոլի գրավումից հետո խոսքը ոչ միայն արևմտահայ գաղթականների մասին է, այլև հենց Ալեքսանդրապոլի գավառի, այսինքն շիրակցի գաղթականների, ովքեր տեսնելով, թե թուրքական բանակն ինչ է անում Ալեքսանդրապոլում եւ հարակից գյուղերում, զանգվածաբար հեռանում էին իրենց հարազատ վայրերից։ Այս առումով իհարկե գյուղի բնակչության սխրանքը չափազանց կարևոր էր եւ այն դրսևորվեց դեռևս առաջին գործողության ժամանակ, երբ որ Ալի Փաշայի փոքրաթիվ ջոկատը փորձեց մտնել գյուղ եւ դրանից հետո արդեն ապահովել թուրքական բանակի առաջխաղացումը դեպի Ախուրյան գետի հուն եւ երկաթուղու երկայնքով դեպի Արարատյան դաշտ։ Հետագա բոլոր գործողությունները, ինչքան էլ որ թուրքական բանակը համալրվում էր Ալեքսանդրապոլից ուղարկված լրացուցիչ ստորաբաժանումներով, հանդիպել են գյուղացիների համառ դիմադրությանը եւ ջարդվել են։ Դրանից հետո թուրքական բանակը այլևս փորձեր չի ձեռնարկել։ Ամսի 27-ից հետո որևէ փորձ արդեն Սառնախբյուրի ուղղությամբ չի ձեռնարկվում եւ ստացվում է, որ այս գյուղը ոչ միայն բարձր է պահում Շիրակի պատիվը, այլ նաեւ կարևոր հնարավորություն է տալիս գաղթականների տեղափոխության եւ նաեւ Արարատյան դաշտում հաջողություն ունենալու համար։ Երբ խոսում ենք Սառնախբյուրի մասին, պետք է շեշտել, որ այստեղի բնակիչները արևմտահայեր են։ Նրանք ծագումով 1829-ից 31 թվականներին տեղափոխված Մուշից, Ալաշկերտից, Բասենից եկած մարդիկ են, ովքեր որ պահպանել էին իրենց մեջ պատմական հիշողությունը իրենց նախնիների, որ չի կարելի վստահել թուրքական բանակի հրամանատարությանը եւ նրանց անհրաժեշտ է դիմադրել եւ ոչ թե գնալ նրանց հետ կեղծ համագործակցության այնպիսի պատրանքով, որը որ այլ վայրերում բերել էր հայերի զանգվածային կոտորածներին։ Չէ որ նման գործողությունները ոչ միայն Կարսի մարզում, այլև հենց Ալեքսանդրապոլի գավառում ոչ թե թուրքական կողմից երախտագիտությամբ էին ընդունվել, այլ հակառակը հայերի նկատմամբ զանգվածային կոտորածների իրականացմամբ եւ ցեղասպանական քաղաքականության շարունակությամբ էին դրսևորվել։ Մենք այժմ գտնվում ենք Սառնախբյուր գյուղից 3 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Հոգեվանք վանական համալիրի տարածքում են գտնվում եւ այժմ մոտենում ենք նրա տարածքում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցին։
Հոգեվանքը վաղ միջնադարյան Հայաստանի վանական համալիրներից է եղել։ Այստեղ դեռևս 5-րդ եւ 6-րդ դարի եկեղեցիների հիմքեր են պահպանվել եւ ձեր կադրերում տեսնում եք արդեն 1205 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որը գմբեթավոր եկեղեցի է եւ ունի 2 ավանդատներ եւ նաեւ արձանագրություններ են պահպանվել, որոնց մի մասը իհարկե եղծված է։ Բնակչության շրջանում հոգեվանքը հայտնի է իբրև նաեւ Կարմիր վանք եւ հաճախ Սուրբ Կարապետ եկեղեցին նաև Սուրբ Ստեփանոս անվամբ են հիշատակում։ Այս վանքի տարածքում այնպիսի տարբեր հուշարձաններ են պահպանվել, որոնք որ ցույց են տալիս, որ վաղ միջնադարից, այսինքն վաղ քրիստոնեական շրջանից Սառնախբյուրի տարածքը կարևոր հոգևոր կենտրոնի նշանակություն է ունեցել։ Եվ պատահական չէ այդ խորհրդավորությունը, որ արտահայտվել է նաև 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակաշրջանում, որ թուրքական բանակին հենց այս հատվածում են կարողացել կանգնեցնել հայ մարտիկները։ 1939 թվականին երկրաշարժից եկեղեցու գմբեթը փլուզվել է եւ միայն 1980-ական թվականներին գմբեթը վերականգնվել է եւ ստացել իր նախասկզբնական տեսքը։ Այս պահին ուխտավորները կարող են այցելել Սուրբ Կարապետ եւ տեսնել եկեղեցին այն տեսքով, որը որ գմբեթավոր նման շինություններին բնորոշ է։ Այս եկեղեցին ունի դեռևս վաղ միջնադարից մինչև զարգացած միջնադարի շրջան հայ եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ հայկական խորշեր։ Այս հայկական խորշերի առանձնահատկությունն այն է, որ նրանք եկեղեցու պատերի արտաքին հատվածում են արվում եւ ունեն եռանկյունաձև հատակագիծ։ Դրանք ոչ միայն գեղեցկություն եւ յուրահատկություն են հաղորդում ճակատային հատվածներին, այլ նաեւ լրացուցիչ անվտանգություն են տալիս երկրաշարժի եւ այլ ցնցումների ժամանակ։ Այսինքն եկեղեցին նաեւ ամրություն է լրացուցիչ ստանում, երբ որ հարվածային ալիքը երկրաշարժի պատերի երկայնքով անցնում է եւ այդ հատվածում բեկվում է, թուլանում է նրա ուժգնությունը։ Հայկական խորշերը հանդիպում են այդ ժամանակաշրջանի վաղ միջնադարից սկսած մինչև զարգացած միջնադար եւ անգամ ուշ միջնադարյան հայկական ճարտարապետություն բոլոր կարևոր վանական համալիրներում, բայց առանձնահատուկ գեղեցկությամբ են արված հատկապես 7-րդ դարից սկսած եկեղեցական շինություններում։ Երբ խոսում ենք հոգեվանքի մասին, պետք է նշել, որ այստեղ պահպանվել են 5-րդ եւ 7-րդ դարի երկու եկեղեցիների, այսինքն վանական համալիրի հնագույն երկու շինությունների ստորին հատվածները, այսինքն հիմքերը եւ պատերի ստորին հատվածները եւ այդ հատվածներից հնարավոր է հասկանալ, թե այդ եկեղեցիները ինչ հատակագծով են կառուցվել եւ ինչպիսի հորինվածք են ունեցել։ Նաեւ եկեղեցու շուրջ եւ նրա ներսում պահպանվել են խաչքարեր, խաչքարերի մնացորդներ եւ նաեւ արձանագրություններ եւ արձանագրությունների հատվածներ։ Այս համալիրը մինչ օրս կարևոր ուխտատեղի է ոչ միայն գյուղի բնակիչների համար, այլ նաեւ ողջ մարզի բնակչության համար։ Ինչպես նշել ենք մեր հաղորդման սկզբում, Սառնախբյուրը եւ հարակից տարածքը հարուստ են պատմաճարտարապետական հուշարձաններով։ Այս տարածքը բնակեցված է առնվազն Քրիստոս առաջ 3-րդ հազարամյակից։ Դրա ապացույցն են այն դամբարանադաշտերը եւ Կիկլոպյան ամրոցներն ու պատերը, որոնց թվագրումը սկսվում է Քրիստոս առաջ 3-րդ հազարամյակից եւ հատկապես Կիկլոպյան ամրոցների պարագայում 2-րդ հազարամյակի երկրորդ կեսով է թվագրվում։ Այս շրջանից սկսած դամբարանադաշտերի առատությունը ցույց է տալիս, որ տարածքը բավական խիտ է բնակեցված եղել եւ շարունակել է այսպես բնակեցվածնել մինչեւ անտիկ շրջանը ներառյալ։ Այնուհետև մենք տեսնում ենք, որ քրիստոնեական շրջանի վաղ միջնադարյան շրջանում եւս տարածքը խիտ բնակեցված է։ Դրա ապացույցը ոչ միայն վանական համալիրներն են, այլ նաեւ վաղ միջնադարից սկսող գերեզմանատները, որոնք շարունակվում են նաեւ միջնադարյան հաջորդ փուլեր։ Գյուղի հարակից տարածքներում շատ են նաեւ գյուղատեղիները, որտեղ ոչ միայն գերեզմաններ են պահպանվել, այլ նաեւ եկեղեցիների կառուցման հետքեր։ Եվ եթե մենք ընդհանուր գնահատում ենք Սառնախբյուրի տեղանքը, այս հատվածում բավական խիտ է հուշարձանների առատությունը, այսինքն հուշարձանների խտությունը բավական մեծ է եւ սա նշանակում է, որ տարածքը մեծ կարեւորություն է ունեցել դեռևս բրոնզեդարյան շրջանից մինչեւ մեր ժամանակներ։ Հատկապես միջնադարում այստեղ տեսնում ենք տարբեր վանքերի եւ եկեղեցական համալիրների շինարարություն եւ դա չի սահմանափակվում միայն հոգեվանքով։ Այստեղ պետք է նշել, որ եկեղեցի է կառուցված եղել նաև գյուղի ներսում Սուրբ Հակոբ անունով բազիլիկ եկեղեցի դեռևս 5-րդ դարում,
որը հետագայում վերակառուցվել է 18-րդ դարում եւ տարածքը ավելի փոքրացվել է, այն իր մասշտաբը փոքրացվել է եւ փայտաշեն կառուցվածք ստացել։ Նաեւ պետք է նշել, որ գյուղի տարածքում 1883 թվականին կառուցվել է Սուրբ Թադեոս եկեղեցին, որը այս պահին գործող եկեղեցի է եւ այդ շրջանում սկսվել է զանգակատան շինարարությունը, որը ավելի ուշ է ավարտվել։ Նաև պետք է նշել, որ գյուղի տարածքում եկեղեցուց ոչ մեծ հեռավորության վրա գտնվում է մի հետաքրքիր հուշարձան, որը բնական հուշարձանի վերափոխված տարբերակն է։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այդ գեղեցիկ վիմափոր հուշարձանի մասին է, այն ըստ էության քարայր է, որտեղից աղբյուր է բխում եւ այս քարայրի մուտքը սրբատաշ քարերով փակել են եւ դարձրել են կարծեք հուշարձան, բնական հուշարձանը համադրել են արդեն մարդաստեղծ հուշարձանի հետ եւ ներսում պատերին նաեւ խաչեր են փորագրել եւ ստացել են շատ գեղեցիկ մի հուշարձան աղբյուր եւ այս առումով նաեւ շատ մասնագետների մոտ ստեղծել են այնպիսի տպավորություն, որ այստեղ կարող է դեռևս նախաքրիստոնեական շրջանից լիներ ջրի պաշտամունքի որոշակի խորհրդաբանություն։ Պետք է նշել, որ Սառնաղբյուրի հարևանությամբ ընդամենը 5 կիլոմետր արևելք գյուղից գտնվում է Ղազարի կոչվող այն գյուղատեղին, որտեղ գտնվում է Սուրբ Ղազար եկեղեցին։ Այն թվագրվում է 5-ից 6-րդ դարերով եւ ունի գմբեթավոր կառուցվածք, այն փաստորեն գմբեթավոր եկեղեցի է եղել եւ այսօր պահպանվել են նրա միայն պատերի ստորին հատվածները եւ համալիրի մի մասը նաև գեղեցիկ խաչքարերով եւ գերեզմանոցի մի հատվածով։ Սառնաղբյուրին նվիրված մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։